Իրանի տարբերություն Միացյալ Նահանգների երկարատև պատերազմի է պատրաստվել, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Թրամփը հայտնել է, որ պլանավորում են պատերազմել 4 շաբաթ, քանի որ Իրանը մեծ երկիր է։ Իրանն այսօր հարվածների 11-րդ ալիքն է սկսել, թիրախավորվել է Իսրայելի Բեեր Շևա քաղաքը։ Իրանական բանակը Ֆաթահ 2 գերձայնային հրթիռներ է կիրառել, նաև Քադր ու Էմադ բալիստիկ հրթիռներով է պատասխանել հարվածներին։ Ուժգին է եղել նաև Իսրայելի հարվածների 10-րդ ալիքը Իրանի դեմ։ Երկրի արևելյան ու կենտրոնական հատվածներում պայթյունների տեսանյութեր են տարածվում։ Հարվածներից մեկի տակ է հայտնվել շտապօգնության կենտրոնակայանը։ Սանանդաժում ԻՀՊԿ-ի բանտը, հետախուզության շենքը, ոստիկանական մասնաշենքն ու Իմամ Ալի զինվորական ճամբարն են լուրջ վնասվել։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են այս բնակավայրում մեծ թվով տուժածների մասին։ Իրանը հրապարակել է կադրեր, թե ինչպես է որսում իսրայելական Հերմես 900-ը զենիթային հրթիռներով։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Թեհրանում Ֆիրդուսիի հրապարակին մոտ գտնվող դիվանագիտական ոստիկանության վարչությանը, որը Ռուսաստանի դեսպանատան հարևանությամբ է գտնվում։ Ալի Ռեզա Արաֆին, որ Իրանի հոգևոր առաջնորդի հավանական թեկնածուն է, այսօր ուղերձ է հղել վստահեցնելով, որ այս պատերազմը հաղթելու են։ Միացյալ Նահանգները եւ սիոնիստական ռեժիմը նորից Իրանի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել, ձեռնարկելով անարդար եւ ապօրինի քայլ։ Աստծո կամքով այս հաշվարկն էլ կձախողվի։ Մեր մեծ ժողովուրդը իր եռանդուն ետասարդներով, կանանցով ու տղամարդկանցով ցույց կտա իր ներկայությունն ու վճռականությունը եւ Աստծո օգնությամբ կարձանագրվեն նոր հաղթանակներ ու առաջընթացներ։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնում է, որ Իրանի 600 օբյեկտ են թիրախավորել, 2500 զենք են օգտագործել, ներգրավել 110,000 պահեստազորայինի։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողության ընթացքում ամերիկացի 4 զինվոր է զոհվել, հայտնել է Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը։ Իրանը պնդում է, որ 560 ամերիկացի զինվոր է զոհվել իրենց դեմ սկսված հարձակման հետևանքով։ Ավելի քան 550 մարդ է զոհվել Իրանում Իսրայելի և Միացյալ Նահանգների հարձակումների հետևանքով։ Հրթիռները պայթել են 130 քաղաքներում, տեղեկությունը հայտնում է Կարմիր մահիկի կազմակերպությունը։ Նրանցից 160-ը սպանվել են կիրակի Թեհրանի կենտրոնում գտնվող Գանդիի հիվանդանոցի հրթիռակոծության պատճառով։ 175-ը շաբաթ աղջիկների դպրոցի հրթիռակոծության հետևանքով, նրանք աշակերտներ և ուսուցիչներ են։ Ռափլի հրապարակած կադրերում երևում է, ինչպես են հայրերը փլատակներում խելակուրույս փնտրում իրենց աղջիկներին։ Իսրայելը հերքել է Պահապանների կորպուսի տեղեկությունը, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հրթիռակոծվել է։ Ցահալը պնդում է, թե սպանել է Իրանի հետախուզության նախարարության 2 պաշտոնյայի։ Մագատեն ահազանգ է հնչեցնում հնարավոր ռադիոակտիվ նյութերի արտահոսքի մասին։ Այդ կազմակերպությունում Իրանի դեսպանը հայտնել է, որ իսրայելամերիկյան հարվածներից վնասվել է Նաթանզի միջուկային օբյեկտը։ Մագատեի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին սակայն նշել է, որ չունեն տեղեկություն այդ օբյեկտի խոցման մասին։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։